որ խոզարկությունը ձեզ առաջադրված այդ մեղադրանքի շրջանակում էր, ի վերջո ինչի համար են ձեզ մեղադրում, ինչ են ասում իրավապահները, որտեղ ոչ մի մանրամասն չեն հայտնում, կխնդրեի մի քանի մանրամասն ամեն դեպքում ներկայացնել։ Տեսեք, որպեսզի դուք վստահ լինեք, ամեն ամիս ինչ որ բանի մեջ կմեղադրեն։ Խնդիրը մեղադրանքը չէ, անգամ պատկերացում չունեմ։ Երբ որ գնում եմ արդեն որորդ անգամ նայում եմ, պատկերացում չկա։ Իրանց խնդիրը սահմանափակելն է քաղաքական օպոնենտին, բայց ուղղակի չեն հասկանում, այս մի տարի ուսումնասիրում են ու չեն հասկանում, որտեղ հակառակ էֆեկտ է տալիս։ Իրանք չեն կարա տենց։ Իրանք պետք է իրենց քաղաքականությունը երկրում փոխեն, երկրի կրոնական քաղաքականությունը փոխեն, ընդհանուր երկրին ու մասնավոր սեփականության վերաբերյալ քաղաքականությունը փոխվեն, արտաքին քաղաքական մոտեցումների մեջ հակադրություններից դուրս գան։ Էդի կբերի։ Պարոն Կարապետյան, եղել եք քննչական։ Հրաժարվել եմ, իհարկե։ Կանչել եմ։ Չէ, մի քանի անգամ այս ընթացքում եղել է, այդքան էլ հրաժարվել։ Պարոն Կարապետյան, մի հարց Չէ, դե իմաստ չկա դեռ։ Մի հարց էլ արտահանման հետ կապված էլի։ Պարբերաբար իշխանությունն ասում է, որ արտահանման արգելքը Ռուսաստանի հետ կապված։ Այսինքն որ դուք հասկանաք, ոչ մեկին դա հետաքրքիր չի։ Իր ոչ մեկին այս process-ի մեջ դա հետաքրքիր չի, բոլորին հետաքրքիր է քաղաքական process-ներ առաջ տանը։ Արտահանման սահմանափակումների հետ կապված վարչապետը պարբերաբար ասում է, որ քաղաքական ենթատեքստ կա, սակայն երեք միաժամանակ հայտնեց, որ ինքը վաղուց տեղական աճեցված ձուկ չի ուտում, որակի խնդիրների հետ կապված։ Այստեղ դուք հակասություն չեք տեսնում։ Հիմա ձուկ աճեցնողներն են արդեն մեղավոր։ Տեղական ձուկը շատ որակով ձուկ է, դրա համար տասնյակ միլիոններով արտանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Մենք լինելով պատկերացեք ծովի ելք չունեցող երկիր, կարողացել է մեր գործարարը նենց բան հնարի, որ աշխարհի 7-8 ծով էր Ռուսաստանի շուրջը, 7-8 ծով ունեցող Ռուսաստանին, այդքան մեծ լճային պաշար ունեցող Ռուսաստանին ձուկ վաճառի։ Հայ ձեռնարկատերը կարողացել է Հայաստանից լարսով դժվարությամբ հասցնի այնտեղ ձուկ։ Միլիոններ, տասնյակ միլիոնների։ Այդ մարդկանց մի հատ գնահատանքի խոսք չկար, ասում է ձուկը լավը չի։ Պարոն Կարապետյան, նաև այսօր պարզ դարձավ, որ Դարպասներն էլ լավը չէր, ըտեի դարպասներն էլ լավը չէր։ Պարոն Կարապետյան, նաև այսօր պարզ դարձավ, որ Ալեքսանդր Ալեքսանյանի կալանքը 2 ամսով երկարացվեց, այս մասով մեկնաբանություն ունեք։ Կանխատեսելի որոշում էր։ Ալեքսանյանը տրամադրությունը ես գիտեմ, որ շատ բարձր է, ինքը տրամադրված է վերջնական հաղթանակի ու մենք կգնանք վերջնական հաղթանակի։ Իհարկե որպես ընկեր, ոչ միայն ընկեր, ոչ միայն բարեկամ, գաղափարական ընկեր, մենք մտահոգ ենք մեր ընկերոջ համար, բայց ինքը մտահոգ է, որ մենք արդյունքի հասնենք վերջնական։ Պարոն Կարապետյան, քանի որ համարում եք, որ քաղաքական է ձեր շուրջ տեղի ունեցողը, ամեն դեպքում եթե որոշեն ձեզ կալանքի հարցով խորհրդարանում ներկայացնել միջնորդություն եւ որոշում կայացնել այդ մասով, դուք ինչպես եք պատկերացնում արդեն ձեր հետագա գործունեությունը, եթե կալանքի հարց առաջանա, ձեր թիմը ինչպես է անելու խորհրդարանում, դուք ունեք այս մասով ինչ որ ծրագրեր արդեն։ Ուզում են 4 անգամ անել։ Դա կլինի աննախադեպ իրավիճակ, երբ երկրորդ ուժի, հիմնական ընդդիմադիր ուժի առաջին համարին փորձում են սահմանափակել ու բոլորն է գիտեն ինչ նպատակներով, քաղաքական նպատակներով։ Ուզում են մի անգամ, 2 անգամ, 3 անգամ կալանավորել, ինչ ուզում են թող անեն, դա չի ազդելու, հակառակը ազդելու։ Պարոն Կարապետյան, օգոստոսի 2-ի նիստին ներկա լինելու եք։ Այո։ Եթե անգամ ասում են կաթողիկոսի ներկայությունը չեն ապահովելու, նույնիսկ այդ պայմաններում կգնաք։ Մենք կհանդիպենք, եթե հնարավորություն ունենանք, վեհապարել այդ օրը, եթե հնարավորություն լինի, ուրախ կլինենք, հանդիպենք վեհապարել։ Իսկ ինչպես եք մեկնաբանում, որ կաթողիկոսին չեն հրավիրում ազգային ժողովի կանոնակարգի համաձայն նիստին։ Արդեն մեկնաբանությունը ամբողջությամբ պարզ է, մեր եկեղեցու համանդրությամբ գրված է, որ կաթողիկոսը պետք է լինի այնտեղ։ Կաթողիկոսը ընտրվում է հատուկ ձևաչափով, որը ունիկալ է աշխարհի եկեղեցիների մեջ, բոլոր եկեղեցիներում։ Կաթողիկոսին ընտրում է միայն կրոնական առաջնորդները։ Գրեթե բոլոր հայկական եկեղեցում կաթողիկոսին ընտրում է ամբողջ հայությունը, ամեն 15000 մարդուց մեկը, ու այդ պատճառով ինքը ունի լեգիտիմ իրավունք, նա մեր վեհապարն է ու մի քաղաքական գործիչ իրավունք չունի խառնվելու կաթողիկոսի կամ ընդհանրապես եկեղեցու գործերին, եկեղեցու իրավունքներին։ Հիմա երբ որ օրինակ ուժեղ Հայաստանը
լինի այնտեղ ներկա արդյոք չի լեգիտիմացնում իշխանության այն որոշումը, որ կաթողիկոսն այնտեղ անելիք չուներ։ Ոչ։ Իսկ մարտավարությունը, պարոն Կարապետյան, հիմա խորհրդարանի նախագահ են ընտրելու փոխնախագահներ, հարց ու պատասխան, ելույթներ, թե բոյկոտելու եք այդ մասով, Դրանք արդեն ընթացքում երևի այսօր էլ սահմանափակվենք այսքանով, դրանք արդեն ընթացքում տեղը կպայենք։ Իսկ քվեարկելու եք կողմ թե ոչ, օրինակ ազգային ժողովի նախագահի տեխնատությանը։ Ընթացքում իրենց կողմից առաջադրված Այո։ Թուրքիայում կրթություն ստացած ու այդ կրթության մասին տեղեկատվությունը կեղծած մարդու, որ բացեի բաց Ալիկ Ալեքսանյանը նույն ձեր ասած դուրս եկավ հարցնում ասում է դուք սովորել եք Սաբանջի համալսարանում։ Չի ասում է դուք սովորել եք Թուրքիայում։ Այո, հեսա կպատասխանեմ այդ հարցին։ Դուք ուսում եք ստացել Թուրքիայում։ Մարդը մյուս օրը դուրս է գալիս, ասում է ես ուսում չեմ ստացել, բոլորից աչքին նայելով։ Ալիկ Ալեքսանյանը ապացույցն է ներկայացնում։ Դրանից հետո նա դուրս է գալիս, ասում է դա fellowship է։ Ճիշտ է բառացի։ Ուսումնասիրությունը հայերեն բառարանով։ Երբ որ մենք նայում ենք, բացում ենք հայերեն բառարանը, ուսումնասիրությունը, հոմանիշը սովորելն է։ Այդ մարդը գնացել է դաս է ստացել թուրքերից ու դրա մասին ամենավտանգավորը չի ասեմ ես։ Եթե այլ տեխնացու լինի, թող բերեն նային։ Չի ասել ինչ է նկատել, որտեղ կենսագրականում միշտ այդ դրվագը նշված է եղել, այսինքն ձեր թիմակիցը ինչ որ Ոչ, բացահայտում չի արել։ մեր թիմակիցը այդ օրը հայտարարությունից հետո նա ասաց, որ ես երբեք չեմ սովորել Թուրքիայում։ Բանը այդ անձը ում իրենք առաջադրում են ազգային ժողովի նախագահ։ Նույն օրը կարող եք նայել։ Իսկ Արամ Վարդևանյանն է լինելու ազգային ժողովի փոխնախագահի ձեր։ Դա արդեն խոսենք։